Ինչպես նաև օրինակ ես համարում եմ, որ նման գործուն քայլերից մեկը ձեզ հայտնի վարչապետի նախատեսվող այցն է Թուրքիա։ Հաստատվում եք։ Այո, հաստատում եմ։ Եկեք այդ հաստատեցի, բայց մնացածը արդեն վարչապետի գրասենյակի։ Այո, հրավերի հիման վրա։ Բոլոր հարցերը տարածաշրջանային քննարկվելու են եւ ես կարծում եմ այդ այցը պատմական է, որովհետեւ Հայաստանի Հանրապետության ղեկավարը առաջին անգամ նման մակարդակի այց է իրականացնելու։ Լսեք, ես հիմա դժվարանում եմ անունը ասել, պաշտոնական աշխատանքային է, բայց որ դա երկկողմ այց է եւ հրավեր է արվել նախագահի կողմից եւ հենց այդ ֆորմատով է լինելու, այո։ Իսկ ակնկալիքը հայ-թուրքական հարաբերություններին Հիմա չլսեցի ոչ մի։ Ակնկալիքը այդ հանդիպումից, ակնկալիքը այդ հանդիպումից հայ-թուրքական հարաբերություններին է վերաբերվում, թե նաև հայ-ադրբեջանականում հնարավոր լինեն։ Բոլոր հնարավոր։ Տեսեք, բոլոր հնարավոր հարցերին, որոնք որ հնարավոր կլինի քննարկել, այդ հարցերը կքննարկվեն։ Ոչ մի արտառոց բան էսպայի դրությամբ չեմ կարող ասել, որովհետև չեմ բացառում որևիցե քննարկում։ Իսկ կարող ենք ենթադրել, որ Թուրքիան ուզում է միջնորդ լինել այս Ինչի մեջ միջնորդ լինել։ հայ-ադրբեջանական հարաբերությունների։ Չեմ կարծում, որ նման գնահատականներ տալը ճիշտ է։ Ես կարծում եմ, որ Հայաստանը եւ Ադրբեջանը որևիցե մի երկրի, նույնիսկ ոչ տարածաշրջանային երկրի աջակցությամբ կամ որևիցե մի մայրաքաղաքում, եթե խաղաղության պայմանագիր ստորագրեն, դա կլինի բոլորի շահերից, բայց ինչպես տեսակ, խաղաղության պայմանագիրը Ադրբեջանը եւ Հայաստանը ավարտին հասցրեցին միասնական եւ երկու կողմը կորոշեն էլի, երբ որ դրա ժամանակը գա, թե որտեղ կկնքեն, ինչ միջնորդություն կլինի միջնորդություն, թե ընդհանրապես միջնորդության կարիք չի լինի, թե այլ ֆորմատ կլինի, որտեղ դիվանագիտական բանում տարբեր ֆորմատներ գոյություն ունեն եւ ես չեմ բացառում, որ այլ ֆորմատների քննարկում նույնպես տեղի կունենա եւ ինչ որ մի ֆորմատ կընտրվի։